Սուրճ ու սեր առավոտից։ Հաղորդման գործընկերն է Coffee House ընկերությունը։ Coffee House, սեր և սուրճ մեկ բաժակում։ Այո, սեր և սուրճ մեկ բաժակում, նաև այդ բաժակում է մեր ջերմությունը, մեր ժպիտները և լավ տրամադրությունը, ձեզ ասում ենք բարի լույս հարգելի ռադիոլսողներ։ Այսօրվա բարի լույսը ձեզ մաղթում են Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանը, առաջիկա 1.5 ժամվա ընթացքում Հանրային ռադիոյի ուղիղ եթերում մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի ձեր օրը սկսվի դրական և ճիշտ նոտայով։ Մի տեսակ աղջկական եթեր է, որի համար կարծում եմ շատ ուրախ ենք, որովհետև կարոտել էինք միասին աշխատելուն։ Սա իդեալական մոդել է կարծում եմ, երբ հաղորդավարների համար գրեթե միևնույն է, թե որ զույգի հետ է աշխատելու, եւ մենք այսպես միշտ յուրաքանչյուր առավոտ ժպիտով դիմավորում ենք միմյանց եւ իհարկե անհամբեր սպասում ենք, թե պիտի գանք ռադիո, որ շփվենք նաեւ տեխնիկական անձնակազմի հետ եւ ստանանք նրանց մեկ չափաբաժին մեծ ջերմ ժպիտները։ Շնորհակալ ենք ձեզ։ Այո, եւ շնորհակալ ենք այն հնարավորության համար, որ ունենք աշխատելու իսկապես հրաշալի գոլեգաների հետ եւ հուսով ենք, որ դուք նույնպես այսօր աշխատանքի շտապելիս դրական տրամադրությամբ եք շտապում, որովհետեւ այնտեղ ձեզ նույնպես սպասում են լավ գոլեգաները, որովհետեւ ցավոք գիտենք, որ կան ոչ այնքան որ լավ է, դե միջավայրը։ Հաջողակ մարդիկ աշխատանքային առումով, այնպես որ մենք իսկապես հաջողակ ենք։ Ստացվեց այնպես, որ շտապ եք աշխատանքի, ոչ թե որ չուշանաք, այլ որովհետեւ կարոտել եք ձեր գործընկերներին։ Այսօր մի տեսակ շնորհակալությամբ սկսեցինք։ Կարծում եմ, եթե իրականում ասում են ամեն օրը սկսես շնորհակալությամբ եւ նաեւ ավարտես, թեկուզ գտնես մի փոքրիկ մի բան, ինչի համար շնորհակալ ես օրվա ընթացքում, ասում են, որ մտածելակերպը կփոխվի եւ ավելի շատ դրական բաներ կսկսես նկատել քո կյանքում։ Ամեն դեպքում, եթե պատահաբար հիմա արդեն խցանումների մեջ եք եւ մեզ ասում եք, դե լավ էլի, դե ինչ դրական տրամադրություն, մենք հուսով ենք, որ հենց այդ խցանումների ընթացքը նույնպես մեր եթերը կկարողանա ավելի թեթև դարձնել ձեզ համար։ Ուղղակի շարունակեք լսել մեզ հարգելի ռադիոլսողներ եւ իսկապես այդ խցանումների մեջ էլ փորձեք տեսնել ձեզ համար ծանոթ տեսարանները ուրիշ կերպ, որովհետեւ այդ տեսարանը գրեթե նույնն է, բայց հաստատ մի դետալ կգտնեք, որ ամեն օր փոխվում է, ամեն վայրկյան է փոխվում եւ փորձենք կյանքի կարևոր մանրուքները բաց չթողնել, որովհետեւ դրանք ամենակարևորն ու գեղեցիկն են։ Շնորհակալ լինելը դա հիանալի զգացողություն է, երբ կարողանում ես այդպեսին լինես, արդեն գրեթե 8 տարի է ես այդ սկզբունքով եմ իդեպ առաջնորդվում ու այդպես եմ ապրում ու իսկապես շատ հաճելի է։ Համաձայն եմ, վերջերս իմ սիրելի հայ բլոգերներից մեկի էջում տեսա, որ նա ունի նաև լավ, չոկերները բացեմ, նաև ինձ հարազատ մարդու համատեղության Համլետի մասին է խոսքը, տեսա, որ նա ունի Խաբորսյանի հարաբերություններ են այդտեղ։ Խոսքը, չգիտեմ, ասեմ բլոգեր, հաղորդավոր Համլետ Առաքելյանի էջում տեսա, որ նա ունի մի այսպիսի պրակտիկա, ունի տետր, հենց շնորհակալությունների տետր, անգլերեն ասում են gratitude journal, եթե չեմ սխալվում, որտեղ ամեն երեկո փորձում է շնորհակալություն հայտնել ինչ-որ բանի համար եւ պնդում է, որ դա շատ լավ առումով փոխել է իր կյանքի որակը։ Այո։ Ես էլ քանի որ ունեմ բազմաթիվ տետրեր, այո, բլոկնոտներ, որոշեցի դրանցից մեկը վերածել այդ շնորհակալության տետրին, պիտի անկեղծ լինեմ, դեռ չեմ հիշում, որ պետք է անընդհատ գրել, ընդամենը 2-3 անգամ եմ գրառում։ Սովորություն կդառնա։ Սովորություն հուսով եմ կդառնա, բայց իրականում հաճելի է, երբ փնտրում ես ինչ-որ բան, որի համար շնորհակալ ես, նույնիսկ ամենածանր օրվա վերջում, հասկանում ես, որ իրականում կարելի է գտնել գոնե մի մանրուք, հենց թեկուզ մենակային, որ առավոտյան սուրճը օրինակ միասին ենք խմել բարձր տրամադրությամբ եւ հասկանում ես, որ գուցե հենց այդ մանրուքներում էլ երբեմն պետք է փնտրել երջանկություն ու շնորհակալ լինելու պատճառները։ Իմիջիայլոց մասնագետները ասում են, որ շատ լավ է, որ ունես շնորհակալության տետր, այո, գրիար, որովհետեւ մոտորիկան երբ աշխատում է մտքիդ հետ, գեր արդյունավետ է այս պարագայում եւ նաեւ ասում են, որ օրվա վերջում իզուր չեն այդ օրացույցները, հա, ամենօրյա գրառումները, որովհետեւ օրվա վերջում երբ դու գրիչով, ոչ թե հեռախոսի մեջ կամ համակարգչով գրի ես առնում քո մտքերը, գրում ես ինչ-որ բան, դա իսկապես օգնում է լիցքաթափվելու եւ ներսիդ նեգատիվից ազատվելու առումով եւ ամեն օր կարծես թերապիա լինի եւ այդ պրակտիկան եթե օգտագործում եք, օրինակ ես մի այսպես ամբողջական բլոկնոտ գրեթե արդեն ավարտին եմ հասցնում։ Հրաշալի է։ Չեմ ուզում ընթերցել, որովհետեւ այդտեղ նաև շատ են իմ մտքերը, որոնք մտահոգ մտքեր են եւ իմ խնդիրները, բայց հենց այդ գրառումների ժամանակ է, որ դու
ինքդ տալով հարցեր ինքդ էլ գտնում ես պատասխաններ։ Համաձայն եմ։ Նույնիսկ այդ խնդիրների եւ մտահոգությունների դեպքում, եթե չեմ սխալվում, կա այսպիսի միտք, չգիտեմ, հոգեբաններն են ասում, թե ուղղակի ինչ որ մոտիվացիոն Ինչ հոգեբաններ ստիպել որ անցնեմ դրա։ Բայց ասում են, որ այն պահին, երբ դու հստակ սահմանում ես խնդիրը, խնդրի 50%-ը լուծված է։ Հետևաբար երբեմն իսկապես նույնիսկ հստակ գրելը եւ սահմանելը, թե ինչումն է քո մտահոգության պատճառը, օգնում է հաստատ Իսկ չի եղել երբևէ, որ դու հստակ գիտակցել ես խնդիրը, կողքից կարողացել ես վերլուծել բոլոր տեսանկյունները, հասկացել ես, որ պետք է ձերբազատվել այդ խնդրից, պետք է հրաժեշտ տալ այդ խնդրին, բայց ինչ որ բան չի թողել, որ դու անես։ Իհարկե, բնականաբար ցավոք։ Այս պարագայում գիտես այդ ինչ որ բանն ինչ է, բավականաչափ չես ուզել ազատվել այդ Գուցե, խնդրից։ այո։ Եկանք նրան, որ ցանկանանք փոխել մեր կյանքը դեպի լավը, եւ ամեն երեկո ինքներս մեզ հետ լինենք անկեղծ այդ գրառումների միջոցով, հաշվենք, որ երկխոսություն է գրառումներ կատարելու ընթացքում եւ լինենք ապրոմակցող։ Շնորհակալությունից զատ նաեւ լինել ապրոմակցող, դա հրաշալի թերապիա է հոգիդ մաքուր պահելու համար։ Երեք ասացի, որ մենք մեր մտքերն ու հոգին էլ պիտի ճիշտ մտքերով, ճիշտ սնունդով սնենք, որպեսզի մենք ինքներս մեզ լավ զգանք եւ մեր ներսում չարն ու նեգատիվը չկուտակենք։ Համաձայն եմ։ Շոտ այդպես փիլիսոփայական բացում ստացվեց։ Բայց քանի որ չէինք պլանավորել եւ անկեղծ պարզապես սկսեցինք խոսել այս թեմայից, կարծում եմ ուրեմն այդպես էր։ Ուրեմն այդպես էր պետք, ուրեմն շատ մարդիկ ուզում էին հենց այս խոսքերը լսել։ Մենք սիրով ասում ենք ձեզ բարի լույս, հիշեցնենք, որ on-line հարթակում ենք, մեզ ոչ միայն կարող եք տեսնել, այլև կարող եք դիտել, հարգելի ռադիո լսողներ։ Մենք կսպասենք ձեր ջերմ ողջույններին, արձագանքներին, arm.radio.am, Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ եւ իհարկե FM 107.7 հաճախականությունը Երևանում, մարզերում դուք մեզնից էլ լավ գիտեք, թե ձեր մոտ որ հաճախականությունն է 553702 հեռախոսահամարն էլ չենք մոռանում ու արի սկսենք ակտիվ ռիթմերով, հետո կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Սուրճ ու սեր առավոտից։
Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, շարունակվում է Սուրճ ու Սեր առավոտից ծրագիրը։ Մենք իհարկե փորձում ենք վաղ առավոտից ձեզ փոխանցել միմիային դրական էներգիա, մեր ժպիտը, մեր հաճելի լավ տրամադրությունը եւ շատ երջանկանում ենք նաեւ ձեր գրառումներից։ Օրինակ ես այստեղ մուտք եմ գործել Facebook-յան հարթակ Բարի լույսերի շարքեր, շնորհակալ ենք ձեզ ջերմ ողջույններին պատասխանելու համար եւ այստեղ գեղեցիկ օր է մաղթում մեզ Կարինե Մկրտչյանը, խաղաղ երկիր է մաղթում Թագուհի Կազարյանը եւ Նարինե Վարդանյանը գրում է բարի օր հարգելիներ, վաղուց չէի լսել ձեզ եւ կարոտել էի։ Իրականում մենք էլ որ մեկ կամ երկու օր եթերում չենք լինում, կարոտում ենք, այնպես որ սա շատ նորմալ է, երբ ջերմ ընկերական ու լավ հարաբերություններ են, այնպես որ շատ հաճելի է, որ դուք մեզ կարոտում եք հարգելի ռադիոլսողներ։ Մեկ վարքյանով վեգանել դուրս էր եկել, ես էլ հասցրեցի նրան կարոտել։ Ահա, վերադարձ։ Բայց վերադառնում եմ եւս մեկ անգամ ասում եմ բարի լույս, տեսնում եմ որ արդեն մեր ռադիոլսողների ողջույններն է իր փոխանցում, ինչը շատ հաճելի է, որ առավոտյան այսքան վաղ մարդիկ արդեն մեզ հետ կապի են դուրս գալիս։ Խցանումների մեջ եք գրեք մեզ, դա էլ է շատ հետաքրքիր, եթե մեզ եք լսում, իհարկե ես շատ ուրախ կլինեի եւ երջանիկ, եթե հասարակական տրանսպորտում էլ միացված լիներ մեր եթերը եւ ռադիոլսողները դառնային, այսպես ասած, հետի քաղաքացիները, որոնք երթևեկում են, դառնային մեր պոտենցիալ այդ պահին ռադիոլսողները։ Ուղիղ եթերում ենք նաև on-line տիրույթում, arm.radio.am եք մուտք գործում, սեղմում դիտել կոճակը եւ դա բավարար չէ, խնդրում ենք գրառումներ կատարեք մեր զրուցարանում, հենց վիդեոյի կողքը կտեսնեք, որ հնարավորություն կա մեզ ձեր ջերմ խոսքերն ուղարկելու։ Մենք սիրով կսպասենք նաև այդ հարթակում։ Ասա որ այստեղ մի տեսակ ուրիշ ենք սիրում։ Այո, իհարկե, միանշանակ համաձայն եմ եւ բացի դրանից մեր հարթակը փաստորեն միակն է, որտեղ նաև պահպանվում են մեր նախորդ եթերները, իսկ Facebook-ը գիտեք, որ ցավոք արդեն այո հեռացնում է դրանք, այնպես որ մենք չգիտենք որքան դեռ կշարունակի պահել եթերները, ամեն դեպքում 30 օր է մնում, հետո ջնջվում է, պես որ այլ հարթակից կախում ունենալու փոխարեն մենք աստիճանաբար կարող ենք ամբողջովին տեղափոխվել մեր սեփական հարթակը armradio.am, այնպես որ միացեք մեզ նաև այնտեղ։ Դուք եթե աշխատանք եք փնտրում, ավյունով լի եք, երիտասարդ եք հոգով ամենակարևորը, եւ ժպտերես եք ու աշխատանք եք փնտրում եւ նաեւ ինչու ոչ կողքից եւս մեկ մասնագիտություն, ապա կարող եք դիմել Coffee House-ին, որովհետեւ բարիստայի կարիք ունեն եւ ուզում են համալրել իրենց գեղեցիկ երիտասարդների շարքը, այսպես ասած։ Որոնց այո մենք շատ սիրում ենք եւ բոլոր եթերներին միշտ եւ ես Լուսինեն հիշում ենք եւ հիանում ենք թե որքան ջերմ են Coffee House-ի աշխատակիցները, այնպես որ եթե դուք նույնպես այդպիսի մարդ եք եւ ուզում եք միանալ թիմին, պարզապես Coffee House-ի կայքում, coffeehouse.am կայքում կամ Instagram-ի էջին գրեք, այո, կամ էլ կարիերայի բաժնում լրացրեք համապատասխան հայտը, ամենահետաքրքիրը կարծում եմ այն է, որ բացի մրցունակ աշխատավարձից, նաեւ աշխատանքային փորձ պարտադիր չէ եւ ձեզ մեր գործընկերները պատրաստ են սովորեցնել։ Եվ դուք բարիստայի հմտություններ ձեռք կբերեք, իսկ այսօր գիտեք, որ այն պահանջված մասնագիտություն է, եւ թե դուք լավ բարիստա լինեք, ձեռքից ձեռք կտանեն։ Մենք վայելում ենք, ըմբում ենք Coffee House-ի համեղագույն սուրճերը եւ հիշեցնում հարգելի ռադիոլսողներ, որ նրանք բացի սուրճից, սուրճի հումքով այլ արտադրանքներ էլ ունեն՝ մարմնի կրեմ, ձեռքի կրեմ, դեմքի խնամքի լվացման միջոց, սկրաբ, չէ՞։ Այո, իմ ֆավորիտը սկրաբն է, ես գիտեմ, որ դու շատ ես սիրում սկրաբը, իսկ իմ ֆավորիտը այս երկուսն են, ձեռքի եւ մարմնի կրեմները, որովհետեւ նրանք յուղայնություն չեն թողնում, բայց այն կարևոր էֆեկտը տալիս են, հա, մաշկին, այնպես որ շատ լավ է, որ նման արտադրանք էլ կա, դե նասկիների մասին չենք մոռանում, որ կան եւ իդեպ դուք այդ ամենը, այդ բոլոր տեսականները կարող եք ձեռք բերել Coffee House-ի բոլոր վաճառակ կետերից։ Ինչևէ, հաճելի լավ տրամադրության հետևից գնում եք մեր եթերը լսելով եւ ձեռք եք բերում Coffee House-ի համեղագույն սուրճը։ Շարունակենք մեր եթերը եւ կարծում եմ ճիշտ ժամանակն է, որ կարեւոր մի քանի տեղեկություն ներկայացնենք ձեր ուշադրությանը։ Մենք խոսում էինք, որ եթե խցանումների մեջ եք, փորձեք լավ տրամադրություն պահպանել, փորձեք ձեզ ծանոթ փողոցներում գտնել անծանոթ որևէ նոր բան եւ հիմա նայում ենք 7 բալ է խցանումները, ոչինչ տանելի է։ Սովորական դարձած առավոտյան 7 բալը եւ հալ կարմիր փողոցները։ Հալ կարմիր ներկված է կենտրոնական հատվածը, մենք գիտենք, որ մշտականներ կան, ձեզ առաջարկում ենք միմյանց զիջել, որովհետև ճիշտ երթևեկության շնորհիվ նաև կթուլանան այդ խցանումները, հարգելի ռադիոլսողներ, հիշեք, որ խցանման հիմնական պատճառը նաև դուք եք, ձեր անկանոն վարելով, միմյանց չզիջելով, բայց մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունը մի ընկեք, ես երեք հայտնվել էի մի վարորդ
թվի մեքենայում, որը շատ դանդաղ էր գնում, չուներ նյարդեր, շատ խաղաղ էր, իր արջևում պահում էր 5-6 մեքենայի ազատ տեղ եւ ես դրա պատճառով ուշացա եթեր։ Իրականում միշտ նախանձել եմ նման խաղաղ, հանգիստ եւ այո։ Ժպիտը դեմքին։ Մի խոսքով փորձում ենք շրջանցել խցանումներից, դուք էլ կարող եք հետևել ընթացս եւ տեսնել թե որտեղ են խցանումներ ու փորձեք այդ տարածքներից ուղակի հեռու մնալ։ Գնանք ավտոճանապարհներ։ Այո, գնանք ավտոճանապարհներ, որտեղ իրականում առանձնապես փոփոխություններ չկան, մեր մշտական ռադիո լսողները կարծում եմ արդեն մեր փոխարեն նույնիսկ կարող են ասել, որ այո, անգիր են դարել, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, այդ թվում Լարսն է բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, միակ բացառությունը դա Կորեայի ձորի ճանապարհն է, որը արդեն ահագին ժամանակ է փակ է, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, բայց հիշենք, որ սա արվում է քարաթափման վտանգը կանխելու համար, այնպես որ մեր իսկ անվտանգությունից ելնելով, այնպես որ որոշ ժամանակ վստահաբար կարելի է շրջանցել այս ճանապարհը։ Այո, եւ համբերությամբ զինվել, հետո կվայելենք ճանապարհը։ Այո, այո։ Համբերությամբ զինվել եղանակային կանխատեսումներին եւ փոփոխություններին գրեթե չի ստացվում, որովհետեւ մենք նյարդայնանում ենք, երբ տեսնում ենք, որ օրինակ գուցե անձրևներ լինեն, ասենք, որ այսօր ցերեկը եւ վաղը գիշերը, կեսօրից հետո նաեւ առանձին շրջաններում սպասվում են անձրև, հնարավոր է նաեւ մառախուղ, սա շրջաններում, հնարավոր է նաեւ այսօր առանձին շրջաններում ամպրոպ, իդեպ քամին արևմտյան է 3-ից 6 մետր արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում, նաև տեղեկացնենք, որ քամուշ Երևանում երեկոյան ժամերին նաև գիշերը հնարավոր է անձրև, հուսամ այսօր անձրև չկա, այսօր անձրև թող չկա, էլի չեմ ուզում անձրև։ Իրականում ես եւ Լուսինեն եթերից անմիջապես առաջ ծիծաղում էինք, որ սա այն շրջանն է, երբ բավական տարօրինակ է նաև մեր հագուստ, օրինակ այսօր Լուսինեն կրում է բոկոտնիկներ, այսպես ասած, ես ամբողջությամբ ամառային եմ, երկարաճիտ կոշիկներով եմ արդեն, իրականում կարծում եմ զվարճալի է տարվա այս շրջանը, երբ մեզնից ոմանք արդեն ամբողջովին մտել են աշնանային ձմեռային տրամադրության մեջ, ոմանք էլ բաց չեն թողնում ամառը։ Հանձնվում։ Ես իրականում, եթե ուշադրություն դարձնես, ձմռաննել եմ այսպես հագնում, չէ, դու պարզ է երկարաճիտ կոշիկներով, բայց այդուհանդերձ ես էլ եմ իրականում այն մարդկանցից, որ դժվարությամբ եմ բաց թողնում ամառը, բայց այս պահին հենց հեռախոսային հավելվածը ցույց է տալիս, որ այսօր հիմա արդեն 20 աստիճան է, հենց այս պահին Երևանում եւ օրվա ընթացքում նույնիսկ մինչեւ 27 ըստ իմ հեռախոսի լինելու է։ Ճիշտ է, հենց այդ հաշվարկով եմ էլի ամառային հագուստներով պատասխանում դեռ։ Այսօր ճիշտը քո որոշումներն են եւ ես փոքրինչ շոկելու եմ, բայց միևնույն է ուրախ եմ, ես նույնպես իսկապես վայելում եմ վերջին ամառային շունչը։ Սևակը լավ խոսք ունի, չէ, ասում է եկել է գեղեցիկ հագնվելու շրջանը, այդպես էլ կա իրականում։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, եթե չեք ուզում տաք շորեր հագնել եւ ուզում եք փախնել ուղակի, այսպես ասած, աշնանային տրամադրությունից, ասում է, չէ, այո, ամառը գնացել է, բայց եթե ունես հնարավորություն, կարող ես մեկնել այն երկիր, որտեղ ամառ է եւ վայելել ամառային ծովափնյա եղանակը։ Մենք այսպես ասած աստիճանաբար մուտք գործեցինք Զվարթնոց միջազգային օդանավակայանների կայք եւ տեսնում ենք, որ երկու ուշացում կա ժամանումներում, երկուսն էլ Դուբայի թռիչքներն են, նույնն է փաստորեն։ Չէ, նույնը չէ, նույն ժամին են ուղակի, երկուսն էլ ժամը 10-ին պետք է վայրեջք կատարեին, դրա փոխարեն 16 րոպե ուշ են վայրեջք կատարելու, ուշանալու են 10-ից 16-ին են վայրեջք կատարել, բայց դուք ժամանակին գնացեք ամենայն դեպս։ Այստեղ եւս մեկ ուշացում ունենք, Սամարայի չվերթն է, 16:45-ի փոխարեն վայրեջք է կատարելու 19:10-ին եւ տրամաբանության սահմաններում, եթե հիմա տեղափոխվենք մեկնումների սանդղակը դիտելու, ապա կտեսնենք այստեղ նույնպես կան ուշացումներ, որովհետեւ այդ ինքնաթիռները ուշ են եկել, բնականաբար ուշ էլ թռնելու են։ Այստեղ տեսնում ենք մեկ ուշացում, Նիժնի, չէ, Դուբայի թռիչքները ժամանակին են, գիտես, ինչ հետաքրքիր է։ Նիժնի Նովգորոդը ուշացում ունի 13:20-ի փոխարեն թռիչքը տեղի է ունենալու 13:55-ին, եւս մեկը կա Սամարայինը 17:35-ի փոխարեն ժամը 20-ին է կատարվելու թռիչքը, բայց դուք ժամանակին գնացեք, որպեսզի խնդիրներ չառաջանան, հատկապես օդանավականում զբոսնելը համաձայն եմ, օդանավականում սուրճ խմելը, նույնիսկ այդ թանկարժեք, այո, սենդվիչները հատուկ ուտելը, իդեպ փոքրիկ սփոյլեր, այսպես ասած, այսօր դեռ թռիչքներից կխոսենք, բայց այո, առաջ չընկնենք, այո, մինչ այդ փոխարժեքին ծանոթացնեմ ձեզ այսօրվա, եթե իհարկե, այո, տեսնենք ինչ է տեղի ունենում, որովհետև այստեղ, եթե օրինակ ավտոճանապարհների դեպքում գրեթե չենք ունենում փոփոխություններ, այստեղ երբեմն շատ կտրուկ են փոփոխությունները, ամեն դեպքում ամերիկյան դոլարը այսօր համարժեք է
482 դրամի եւ 75 լումայի, եվրոն 448 դրամ 54 լումա, ռուսական ռուբլին 4 եւ 6, 141 դրամ 34 լումայի է համարժեք վրացական լարին, դե իսկ բրիտանական ֆունտ ստերլինգը, որը ի դեպ սկսել ենք վերջին ամսվա ընթացքում մեր ռադիոլսողի պահանջով ասել 513 դրամ է եւ 96 լումա։ Եվ իհարկե դիրհամի կուրսն էլ ասենք, որովհետեւ շատ են մեր հայրենակիցները գնում են տեղ 104.21 է հարգելի ռադիոլսողներ, հատկապես մենք այսօր չվերթների մասով նաեւ անդրադարձանք, որ սփոյլ արեց վեգան եւ ասաց, որ մենք դեռ խոսելու ենք ամպերից ու թռիչքներից, ինձ թվում է դա ամենագեղեցիկ իրադարձությունն է մարդու կյանքում, երբ կարողանում է թռչնի բարձրությունից տեսնել քաղաքներ, երկրներ, մարդկանց չտեսնել, որովհետև նրանք շատ փոքր են արդեն դառնում, մարդիկ կան, որ ունեն ֆոբիաներ թռիչքից, բայց միևնույն է անդադար թռնում են, որովհետև աննկարագրելի զգացողություն է։ Ասում եմ, մեկ շփոթում եմ ավտոբուսը աշխատանքի գնալու եւ հայտնվում եմ դեպի ինքնաթիռ տանող օդանավակայանում դեպի ինքնաթիռ տանող ավտոբուսի մեջ, որը ամենահաճելին է կարծում եմ։ Այստեղ Սևակը on-line հարթակում գրել է շնորհակալություն անդադար ինձ անդրադառնալու, առանց քեզ հնարավոր չի, բայց ասենք, որ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 30-ը ճանաչվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օր։ Այո, իդեպ տեղեկացնենք նաև, որ հայկական քաղաքացիական ավիացիան հիմնադրվել է 1933 թվականին Գեգամ Ղարիբջանյանի կողմից, իսկ նաև հավելենք, որ թանգարանը ներկայացնում է Հայաստանի քաղաքացիայի զարգացման պատմությունը, Գեգամ Ղարիբջանյանի նաև ոլորտի կայացման հարցում մեծ ներդրումներ ունեցած անձանց գործունեությունը, ոլորտի հերոսներին, խորհրդային միության սպորտի վարպետներին, Արցախի պատերազմին մասնակցած ավիատորներին, ավիացիայի պատմությանն անդրադարձած հեղինակներին, այդպիսի բան կա, եւ մենք այսօր շնորհավոր ենք բոլոր այն մարդկանց, որոնք կապ ունեն ավիացիայի հետ։ Ես կարծում եմ հատուկ շնորհավորենք ուղարկեմ ինձ աշխարհում ամենամտերիմ մարդկանցից մեկին, եթե ոչ ամենամտերիմ մարդուն, իմ հարազատ քրոջը, որը նույնպես աշխատում է այս ոլորտում եւ հոգ է տանում մեր մասին բոլորիս, երբ մենք չվում ենք, այսպես ասած, այո, շնորհավորում եմ նաեւ իմ սիրելի քույրիկին, որը արդեն 2-3 տարի է միացել է հայկական քաղաքավիացիային։ Օթերով է պատտվում։ Այո, օթերով է պատտվում։ Իդեպ հետաքրքիր բան եմ նկատել, գիտես, տարիներ առաջ, երբ նստում էիր ինքնաթիռ, 90% բորտուղեկցորդուհիներ էին։ Այո, այո։ Չէր մտածի, որ գուցե Արական սեռի ներկայացուցիչներն էլ ողջունեն քեզ, իսկ հիմա գրեթե չկա չվերթ, որի ժամանակ չտեսնես նաև Արական սեռի։ Իդեպ հաճելի աչք է շոյում, ինչ խոսք։ Եվ նաև նկատել ես վերջին շրջանում շատ տարածված է on-line հարթակներում, հատկապես TikTok-ում վիդեոներ են տեղադրում, հատկապես տղամարդ, այո, Արական սեռի բորտ ուղեկցորդներից եւ իդեպ գիտեմ, որ երբեմն նույնիսկ լինում է, որ ինչ որ փոքրիկ խնդիրներ են լինում, այդ տղամարդիկ ստիպված են լինում խնդրել ջնջել իրենց տեսանյութերը, որովհետեւ այո, Իարեք տունը կռիվ մի գծեք։ Այո, կռիվ մի գծեք, որովհետեւ օրինակ կանայք կամ կանանց կամ ընկերուհիներին այնքան էլ դուրս չի գալիս, այնպես որ այո, կարծում եմ ինչ որ մարդուն այդ տեսանկյունից նկարելուց եւ փոստելուց առաջ գոնե կարելի է որոշ մանրամասնել ճշտել, այո, որպեսզի հանկարծ մարդու անձնական առհասարակ, ընդհանրապես, եթե պետք է ինչ որ մեկին նկարես, թույլտվություն վերցրու հետո։ Սա գեղեցիկ մշակույթ է, որը մեզ մոտ չկա ցավոք, քեզ կվերցնեն, կնկարեն, կտեղադրեն առանց քեզ տեղյակ պահելու, գոնե ասեն դեմ չեք, չէ, որ տեղադրեմ, կադրում եք հայտնվել, բայց չէ, այդպիսի բան չկա, չունենք այդ մշակույթը ցավոք, հուսամ ժամանակի ընթացքում այդ խնդիրն էլ կլուծվի։ Իսկ նկատել ես, տեսել ես վիդեոներ, որտեղ պորտուղեկցորդը պարզապես ունի գեր հումորի զգացում եւ այն պահը, երբ ինքնաթիռը սկսում է շարժվել ու պորտուղեկցորդները պիտի ներկայացնեն անվտանգության կանոնները, կան պորտուղեկցորդներ, որ ուղակի այնքան ծիծաղելի են այդ ամենն անում, որ դու մոռանում ես, որ դու վախենում ես թռիչքից, դու մոռանում ես, որ սարսափում ես թռիչքից, ուժը պիտի դեմքիդ չվում ես տակ երկրներ։ Այո, առհասարակ հասկացել եմ, որ թռիչքի ամբողջ ընթացքը հաճախ կախված է հենց բորտ ուղեկցողների տրամադրությունից։ Երբեմն նրանք այնքան բարկացած եւ խիստ դեմք են ունենում, որ նույնիսկ երբ հարցնում են հավի սենդվիչ թե տավարի, ես այսպես վախեցած հասկանում եմ, որ նույնիսկ այսպես մի տեսակ լարվում ես, բայց նաեւ գիտեմ, որ իրականում դա նույնպես հատուկ է արվում, հիմնականում նրանց հանձնարարվում է խիստ լինել, որովհետեւ իրականում պատկերացնում ես 100-ից, երբեմն 300-ից ավել
մարդիկ են թռնում եւ պիտի անվտանգություն նույնպես ապահովեն, այնպես որ պետք է որ մի փոքր զգոն լինեն, այսպես ասած, ուղևորները։ Որ խելոք մնան, Այո, այսպես այո, շատ որ կարևոր է, խելոք բայց մեկ-մեկ զգում ես այդ գերհոգատարությունը նրանցից ու հասկանում ես, որ ապահով ձեռքերում ես։ Իզուր չէր, որ այսքան խոսեցինք, որովհետև այսօր Հայաստանի քաղաքավիացիայի օրն է, եւս մեկ անգամ շնորհավորում ենք, իդեպ մենք դեռ անդրադառնալու ենք, իսկ կարծում եմ հիմա ճիշտ ժամանակն է, որ հերթական, այսպես ուրախ զվարթ երաժշտական կատարումը լսենք, չգիտեմ դուրդ կգա թե ոչ, առանձնացրել եմ այս երգը, հուսամ իսկապես քեզ էլ դուր կգա սրտով։ Այսօր ստացվել այնպես, որ DJ-ը ես եմ, կներես։ Shaggy got lyrics to spin on this beat, yeah. When my sound play big tunes, light is in the air, the vibes up in the street. That's just how it feels when reggae music plays. Can't help but move your feet. Pull up the vibe 'cause the music is sweet, yeah. When my sound play big tunes, light is in the air, the vibes up in the street. That's just how it feels when reggae music plays. Can't help but move your feet. Pull up the vibe 'cause the music is sweet, yeah. Shaggy got lyrics to spin on this beat, yeah. Սուրճ ու սեր առավոտից։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ ճիշտ ժամանակն է որպեսզի նաեւ ողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջը Կարեն Ղազարյանին ու ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ տրամադրություն ունես այսօր։ Նորմալ։ Կարևորը ժպտում ես։ Մենք խոսում ենք ավիացիայից եւ խոսում ենք թե որքան հաճելի են թռիչքները, որովհետեւ այսօր Հայաստանի քաղաքավիացիայի օրն է։ Շնորհավորում եմ, միանում եմ ձեր շնորհավորանքներին, որոնք արդեն հղել եք կամ պիտի հղեք։ Հղել ենք իրականում, բայց կարծում եմ այսօր ամբողջ եթերի ընթացքում կարող ենք պարբերաբար շնորհավորել, որովհետև սա այն ոլորտն է, որտեղ մարդիկ ապահովում են մեր ոչ միայն տեղաշարժը, այլև անվտանգությունը եւ իսկապես շատ կարեւոր դեր են կատարում։ Կարեն խոսում էինք այն մասին, որ վերջին շրջանում շատ հաճախ ենք տեսնում, օրինակ տղամարդ բորտուղեկցորդներ, բայց շատ հաճելի է դարձել նաեւ այն, որ ավելի հաճախ ենք տեսնում հայ եւ հայերեն խոսացող Բավոր օթաչուն է հայերեն խոսում ինչ հաճելի է։ Թռիչքներից վախ ունես։ Չէ, ասի թե վախ ունեմ։ Բա, ինչից ես վախենում։ Չես ասի, գաղտնիքներ չես բացում։ Լավ, լրահոսը հուսանք շատ ծանր չէ, այսպես ասած։ Ունենք լավ լուրեր այսօր։ Կլսենք քիչ անց։ Չես ուզում ասել, հա, թե ինչ սիրելի ռադիոլսողներ, մեզ մնում է միայն ժամացույցներն ուղղել եւ իհարկե ծանոթանալ լրահոսի վերջին թարմ նորություններին, մնացեք մեզ հետ։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում, բարի լույս, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրերատվական ծրագիրը, ստուդիայում Կարեն Ղազարյանն է, ժամի որոշ թեմաներ նախակիրճ։ Նիկոլ Փաշինյանը եւ ԵԽԽՎ համազեկուցողները քննարկել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընթացքը։ Հարկ է ձեռնպահ մնալ Զանգեզուրի միջանցք տերմինի օգտագործումից, Մհեր Գրիգորյանը պատասխանել է Ադրբեջանի վարչապետի ելույթին։ Թրամփն ու Նեթանյահուն համաձայնեցրել են Գազայում խաղաղ կարգավորման ծրագիրը։ Մանրամասները վայրկյաններ անց։ Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորյաննա Աբերգի եւ Պիերո Ֆասինոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընթացքը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվող քայլերը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման գործում եւ ընդգծել կառավարության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունն օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Համազեկուցողները բարձր են գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթաց եւ վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի հետևողականորեն իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Նրանք վերահաստատել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայայի հետ։ Հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ընդլայնման հնարավորությունները, ընդգծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։ Գոհունակությամբ նշվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների վերջերս Երևան կատարած այցը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին։ Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության հաստատման գործում Վաշինգտոնյան համաձայնությունների կարևորության եւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցության ծրագրի իրականացման շուրջ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերավար կարգով մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին։ Փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլար, արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են։ Փոխվարչապետն իր ելույթում նշել է նաև, որ կայուն եւ համապարփակ տնտեսական զարգացումն անհնար է առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման եւ արդյունավետ տրանսպորտային ու հաղորդակցության լոգիստիկայի հաստատման։ Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին, նշել է փոխվարչապետը եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ Զանգեզուրի միջանցք տերմինի օգտագործումից, հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման սահմանումը։ Ելույթի վերջում Մհեր Գրիգորյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու ԱՊՀ շրջանակներում կառուցողական գործընկերության հետագա ամրապնդումը խոստումնալից եւ փոխշահավետ նախագծերի իրականացման նպատակով։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել Շունյացի երկիր թերթին, որտեղ խոսել է ռուս-հայկական հարաբերությունների եւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության անփոփոխ հիմնական առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդումն է։ Մենք բնականաբար աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված ցանկացած ջանքերի։ Ինչ վերաբերում է այսպես կոչված Թրամփի ուղուն, ապա Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի այն բանից հետո, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այս տրանսպորտային նախագիծը։ Հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դեսպանը։ Նա հավելել է, այդ գործընթացի շուրջ համապատասխան աշխատանքը նոր է սկսվում։
Մի քանի լուր օրվա միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախորդին հայտարարել են, որ համաձայնեցրել են Գազայի հատվածում խաղաղ կարգավորման ծրագիրը։ Այն ունի 21 կետ եւ նախատեսում է իշխանությունից Համասի հեռացում եւ տարածքի ապառազմականացում։ Թրամփի գլխավորությամբ ստեղծվելիք միջազգային խորհրդի վերահսկողությամբ։ ԱՄՆ նախագահը ավելի վաղ նաև հաստատել էր, որ Գազայի հետպատերազմյան կառավարման մեջ կարող է մասնակցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։ Աֆղանստանը ղեկավարող Թալիբան շարժումը անբարոյական երևույթների դեմ պայքարի շրջանակներում նախորդին ամբողջությամբ անջատել է երկիրը ինտերնետից, հայտնել է NetBlock միջազգային ինտերնետ մոնիթորինգի ծառայությունը։ Քաբուլի մի քանի բնակիչներ BBC-ին ասել են, որ աշխատանքային օրվա ավարտին տեղական ժամանակով մոտավորապես երեկոյան 5-ին դադարել է գործել օպտիկամանրաթելային ինտերնետ կապը։ Աֆղանստանը այժմ պաշտոնապես առաջին տեղն է զբաղեցրել Հյուսիսային Կորեայի հետ մրցակցության մեջ ինտերնետը անջատելու հարցում։ X սոցիալական ցանցում գրել է աֆղանական առաջին TV լրատվական հեռուստաալիքի նախկին գլխավոր խմբագիր Համիդ Հայդարին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն չի տվել ՆԱՏՕ-ի երկրների անունից Ուկրաինային Թոմահավք թեւավոր հրթիռներ փոխանցելուն, թեև այդ համակարգը եղել է Կիևի պահանջած սպառազինության ցուցակում, հայտնում է Axios-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին Թրամփի հետ հանդիպմանը խնդրել է Ուկրաինային տրամադրել Թոմահավք թեւավոր հրթիռներ, գրել է The Telegraph-ը։ Կինոբիզնեսը գոհացել է Միացյալ Նահանգներից այլ երկրների կողմից, ինչպես քաղցրավենիքը երեխայից։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կալիֆոռնիան իր թույլ եւ անգործունակ նահանգապետով հատկապես ծանր հարված է ստացել։ Այսպիսով, այս երկարատև խնդիրը լուծելու համար ես 100% մաքսատուր կսահմանեմ Միացյալ Նահանգներից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի համար, ասել է Թրամփը։ Այսքան այս ժամի համար տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Հաղորդման գործընկերն է Coffee House ընկերությունը։ Բարի լույսին սեր, քաղցր սուրճ ինձ բեր, ես ու դու հասնում ենք բեր, դու ինձ սուրճ ու սեր, մնամ քեզ հետ հավեր։ Coffee House սեր եւ սուրճ մեկ բաժակում։ Դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ, դու ինձ համար երազմաքուր, ես քեզ համար գուցե ոչինչ, հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ, որպես կյանքիս շքնաղերաս, անեգակին պետք է հերվից նայել, կարի եթե շատ մոտենաս, հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ, որպես կյանքիս շքնաղերաս, անեգակին պետք է հերվից նայել, կարի եթե շատ մոտենաս,
կյանքում դու միշտ ուրախ մնաս Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ Ամբողջ մի կյանք սիրով կտար Ես քեզ համար գուցե ոչինչ Հերվից ես քեզ կոնե տեսնեմ սիրել Որպես կյանքի շքնագենաս Արեգակին պետք է հերվից նայել Կայրի եթե շատ մոտենաս Հերվից ես քեզ կոնե տեսնեմ սիրել Որպես կյանքի շքնագենաս Արեգակին պետք է հերվից նայել Կայրի եթե շատ մոտենաս Հերվից քեզ կոնե տեսնեմ սիրել Որպես կյանքի շքնագենաս Արեգակին պետք է հերվից նայել Կարի եթե շատ մոտենաս Կարի եթե շատ մոտենաս Այո, Արեգակին պետք է հերվից նայել, որպեսի չայրի, որ շատ չմոտենաս։ Իզուր չէր, որ տեղափոխվեցինք օդային տարածքներ եւ այսօր շատ ենք խոսում, որովհետեւ եւս մեկ անգամ առիթ ունենք շնորհավորելու Խաղավիացիային օրվա առիթով բոլոր այն մարդկանց, որոնք առնչություն ունեն, կապ չունի, դեպ ողջունենք բոլոր այն մարդկանց, ովքեր ապահովում են այդ թռիչքների անվտանգությունը։ Սա եւս շատ կարեւոր է։ Եվ եթե մենք ինքնաթիռ ենք նստում այնտեղ շփվում ենք X քանակությամբ մարդկանց հետ, դե պատկերացրեք այդ ամբողջ մեր անվտանգ թռիչքը քանի մարդ է ներքևում ապահովում։ Սա մեծ ծանր բարդ համակարգ է։ դեռ շինարարությունից այսպես ասած Դիսպեչերներին չմոռանանք, որովհետև դիսպեչերները կարծես նրանց աչքը լինեն, չէ՞։ Այդ հարցերը կտանք իհարկե մեր այսօրվա հյուրին։ Քանի որ երկն ասում էր Արեգակին պետք է հերվից նայել, կարծում եմ հնարավոր ամենամոտ կետից Արեգակին տեսած մարդու հետ ենք այսօր զրուցելու, շատ հետաքրքիր հյուր ունենք այսօր Դիանա Սահակյանն է մեր հյուրը, միաժամանակ եւ բժիշկ եւ մասնավոր օդաչու, ինչը ել ավելի կարծում եմ տպավորիչ է։ Բարի լույս Դիանա։ Բարև ձեզ։ Բարի գալուս։ Շնորհակալ եմ։ Այսօր օթերում չեք։ Այսօր ոչ։ Բայց ճիշտ եմ հասկանում, որ առավոտները երկնքում հաստատ ավելի հետաքրքիր են, չէ՞, սկսվում եւ Մանավանդ լուսաբացերը, չէ՞։ Ես տեսել եմ մի անգամ խենթացել էի։ Իհարկե համեցեք եւ առավոտյան իհարկե շատ ավելի անվտանգ է նաեւ թռնելը եւ շատ հաճելի։ Դիանա կներես էլի, բայց առավել հետաքրքիր է, երբ օթաչուի պատուհանից ես, չէ՞, տեսնում եք, ամեն կողքից ենք շայ փոքրիկից, բայց պատուհանիկից։ Դա մեզ չի կարելի ձեզ մոտ մտնել, այնքան տխուր է այդ բանը։ Լուսինե իհարկե Դիանան կփաստի ճիշտ եմ ասում թե ոչ, բայց եթե չեմ սխալվում, երբեմն իհարկե ոչ թռիչքի ընթացքում, մինչև թռիչքը կամ վայրեջքից հետո, եթե չեմ սխալվում, երբեմն հնարավոր է լինում, եթե շատ խնդրես, քեզ թույլ տան տեսնես, չէ՞։ Վեգա ջան, ես այնտեղ նույնիսկ նկարվել եմ օթաչուների հետ։ Դրա մասին չէր խոսքը, ես միշտ ունեմ այդ հնարավորությունը։ Թռիչքի ժամանակ չի կարելի անվտանգությունից ելնելով, բայց այստեղ խենթանալիք է այդ տեսարանները, չեք հոգնում, չի անդադար ուզում եք։ Հատկապես փոքր ավիացիայի հարցում այնտեղ տեսարանները շատ ավելի լավն են, շատ ավելի գեղեցիկ են եւ շատ ավելի մոտ է ամեն ինչ երևում։ Կարելի է շատ ձեռք տալ անգամ սարերը։ Պատուհանը իջացնես կարող ես ասել։ Հա, այդպես մի փոքր։ Դիանա, ինչպես ստացվեց, ինչպես որոշեցիք, որ դառնալու եք օդաչու եւ այն էլ համատեղելու բժշկի մասնագիտությանը։ Երկրորդ մասնագիտություն որպես Ստացվեց այնպես, որ առհասարակ դա ինձ մոտ գեներով է գալիս։ Իմ պապիկը եղել է
մեր շատ սիրելի Արցախի առաջին օդանավակայանի հիմնադիրը եւ իմ տատիկը եղել է այնտեղ մեթեորոլոգ, իմ հայրիկը այնտեղ է մեծացել 5-րդ երեխաներ եւ փոքր էսպես խաղում էր օդանավների հետ այդքան չէ խաղում, բայց օդանավակայանում շատ էր խաղում եւ մեծացավ դարձավ պրոֆեսիոնալ օդաչու, բազմաթիվ տեղերում աշխատել է, Աֆրիկայում է աշխատել, Ռուսաստանում, Հայաստանում եւ բնականաբար եւ ես եւ եղբայրս շատ մեծ ցանկություն ունենք փոքր ժամանակվանից դառնալ կապ ունենալ ավիացիայի հետ որևէ կերպ, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով մենք չդարձանք երկուսս էլ դարձանք բժիշկ դարձանք։ Այո, երկուսս էլ դարձանք բժիշկ։ Իրականում ես երազում էի, միշտ երազում էի դառնալ օդաչու եւ հայրիկիս հետ զրույց ենք ունեցել մի անգամ շատ լուրջ, ինքը ասաց, որ պատմեց մի պատմություն, որ երբ որ աշխատում էր Աֆրիկայում, մի շքեղ շատ նուրբ այսպես տիկին կա սևամորթ, ով պրոֆեսիոնալ օդաչու էր եւ մի անգամ զրույցի ընթացքում նա կիսվեց, որ իր մասնագիտությունը գրեթե անհնար է համատեղել ընտանեկան կյանքի հետ եւ այսպես շատ ցավով հուզումնալից, հայ, շատ ցավով դա նշեց եւ հայրս այսպես Նատրես ասաց ոչ դու չես ընտրելու այդ մասը տխուր է բայց ցանկալի է չընտրել Նատրես բայց ցանկալի է իհարկե ինքը խորհուրդ տվեց եւ ես դարձա բժիշկ բայց տարիներ անց իհարկե այդ ցանկությունը ոչ միտեղ չէր կորել եւ տարիներ անց այդպես հնարավորություն ստեղծվեց մասնավոր օդաչուի լայսենս ստանալու եւ հայրս հետ ցանկարեց ասեցյան արի տեղ կա տարբերակ կա եւս եւ իրականում դա այսպես հեշտ չի ստացվել մենք ընկերներով դեռ տարիներ առաջ գնացինք առաջին անգամ օդանավ եւ փոքր ընկերներով այո փոքր օդանավ գնացինք դա իրականում այդպես ֆանտաստիկայի ժանրից չի դա բավականին այսպես հասանելի է ամեն դեպքում ամենից զուգիմ առաջին ծանոթն եք որն ունի private jet հիմա դուք ձեր սեփական օդանավն ունեք հիմա մենք ընտանեկան մեր սեփական օդանավը ունենք եւ այո եւ բացի դա այս վերջին շրջանում մենք ստացել ենք առաջին անգամ մասնավոր հարթակ ենք ստեղծել Հայաստանում, որը ստացել է պաշտոնական թույլտվություն ընդհանուր ավիացիայի համար, օգտագործման համար, այդպես մենք Ազատի ջրամբարի մոտակայքում հիմա ունենք Ազատ Airfield, այո, որտեղ այո, բայց հրաշալի է։ Մենք ընտանիքով ենք դա իրականացնում, այո, հիմնականում իմ եղբայրը եւ հայրն են այդ ամենի հեղինակը, այո։ Ստացվում է ընտանեկան բիզնես։ Դա բիզնես չեմ ասի, որովհետև դա այո, դա հարթակ է, հաբ է ընդհանուր առհասարակ ավիացիա սիրողների համար։ Այսինքն մենք ուզենք կարող ենք միանալ։ Այո, միանշանակ այնտեղ ակումբային ակումբ ենք ստեղծելու, որտեղ որ կարող եք գալ, միանալ եւ այո, շատ լավ ժամանց ունենալ։ Ես նկատել եմ, որ Հայաստանում վերջին շրջանում այդ փոքրիկ գեղեցիկ թռիչքային միջոցառումներն են շատացել ու դա ինձ միմիայն ուրախացնում է, որովհետև դու ավելի քեզ համար ավելի հասանելի է դարձել։ Եթե գնանք տարիներ առաջ, ապա նույնիսկ ինքնաթիռ թռնելը մի քիչ ավելի բարդ վիճակ էր, ավելի դժվար էր, ինքը ծանր էին, ավելի թանկարժեք էր։ Հիմա գնում ես նույնիսկ տոմս պետք չի ձեռքիդ ունենաս, հեռախոսով այսպես կարող ես ուղակի մեկ հպումով գործել, հա։ Միայն անվտանգության կանոններն են մնացել, բայց ամեն ինչ հեշտացել է ավելի ու այս պարագայում մենք տեսնում ենք տարբեր փառատոներ, իդեպ մոտ ժամանակներս եւս մեկ փառատոնի ենք անդրադառնալու եթերում հոկտեմբերի 5-ի մասին եմ խոսում, ահա, եւ ստացվում է, որ անդադար հետաքրքիր այդպիսի փառատոներ կան, որ մարդիկ կարող են գալ ու առնչվել։ Սա կբերի նրան, որ հետաքրքրությունն էլ ավելի կմեծանա ու մենք ավելի շատ հայ օդաչուներ կունենանք կամ ավիացիոն աշխատողներ։ Իհարկե, համոզված եմ, որ այդպես էլ կլինի եւ բոլորս մեր ներուժը փորձում ենք դնել, որպեսզի զարգացնենք ավիացիան Հայաստանում, որովհետեւ դա հիմնակարային է մեր կենսունակության նաեւ համար, դա շատ կարեւոր է Հայաստանի նման երկրի համար ունենալ սեփական նաեւ ավիացիա եւ բազմաթիվ օդանավեր, որպեսզի մենք հնարավորություն ունենանք այո աշխարհի հետ հաղորդակցվելու։ Գիտեք ինչ եմ նկատել կներես, որ երբ հասկանում եմ, որ օդաչուն հայ է, մի տեսակ խորը շունչ եմ քաշում ու հանգիստ նստում եմ, մի տեսակ այնքան ապահովություն եմ զգում։ Ես զգում եմ, որ ես ապահով ձեռքերում եմ, որովհետեւ համաձայն եք, չէ՞, ինձ հետ որ հայ օդաչուները քիչ ուրիշ ձև են էլի։
Կասեի օթաչները առհասարակ մի Դե քիչ հա, էր։ բայց հայերը մի տեսակ լուրջ, ես միշտ որ գիտեմ հայ օթաչուն, ավելի հանգիստ եմ թռնում, չգիտեմ ինչով է պայմանավորված։ Իրականում դեռ եթերից առաջ ես եւ Լուսինեն այնքան շատ հարցեր ունենք, որ չէինք կարողանում սպասել, որ եթերը սկսվի եւ արդեն հասցրել ենք մեզ համար բարձել, բայց երևի ռադիո լսողներին էլ պատմենք, որ իրականում օթաչու դառնալը հիմա Հայաստանից արդեն կարելի է սկսել ուսման process-ը, չէ՞։ Այո, մենք ժամանակին Հայաստանում ենք հենց սկսել ուսման process-ը եւ այն ժամանակ, բայց դրա համար պետք է private jet ունենալ սեփական ընկերներով։ Ունենալը Ցավոք սրտի, հա։ հնարավորություն է։ Այս պահի դրությամբ կարծում մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դա փոխվի եւ ստեղծենք ավիացիոն դպրոց, որտեղ որ բոլորը կարողանան ով որ ցանկանում է կարողանա գա եւ սովորի։ Դրա համար բնականաբար որ պետք է շատ ներուժ, շատ մասնագետներ եւ այլն, բայց այդ ամենը հիմա մենք մշակման փուլի մեջ է, բայց իմ ճանապարհի մասին պատմեմ, մենք այդպես ընկերներով գնացինք օթանավ, 5 ընկերով Դե եթե անկեղծ փոքր օթանավերի արժեքը համատեղելի է մի լավ մեքենայի հետ։ Այդպես շատ անհասանելի չի 5 ընկերով լավ աշխատող կարելի է դա անել։ Այդպես մենք բայց այստեղ այդքան դա չի կարևոր, որքան անվտանգությունը եւ մնացած ամեն ինչը այդ ամենի կազմակերպումը նաեւ իհարկե եւ մենք այդպես հավաքվեցինք ավիասիրողներով եւ արեցինք դա եւ այնուհետեւ մեր շատ լավ ընկերներից մեկը ով ավելի շատ ժամանակ կարող էր հատկացնել դրան այդ ամենով զբաղվեց եւ մենք կարողացանք քաղաքավիացիայի կոմիտեում նաեւ այդ ամենի հաստատումը ստանալ, անցնել դասընթացներ, թեորետիկ դասընթացներ, որոնք իրենց մեջ ներառում էին սկսած орնիտոլոգիայից, այսինքն թռչունների մասին ուսումնասիրությունից Դա էլ է շատ կարևոր, այո։ Ի տարբեր օրենսդրական ուսումնասիրություններով, այսինքն մենք սովորում ենք ամեն ինչ, այդ ամենը սովորելուց հետո մենք քննություններ հանձնեցինք եւ այլն եւ ամենաիհարկե լավ պահը դա այդ 45 թռիչքային ժամներ, որ մենք ունեցանք, դա հենց այն ժամերի քանակն է, որը պետք է, որպեսզի դու ստանաս PPL, Private Pilot License, այսինքն մասնավոր օթաչի անդորագիր Եվ իհարկե այնտեղ ընթացքում ունեցել ենք բազմաթիվ քննություններ, ունեցել ենք նաև ստրեսային իրավիճակներ, որոնք պարտադիր են այդ դեպքում։ Հա, պետք է սովորեք, չէ՞, ֆորս մաժորները։ Մենք ֆորս մաժորային այդպիսի իրավիճակներ ենք սովորում, եւ դրանից հետո անգլերենի ավիացիոն անգլերեն ենք հանձնում եւ այդ ամենը արդեն Առաջին անգամ, երբ մենակ ինքնուրույն պետք է թռիչք կատարեիք, խնդրում եմ պատմեք ձեր զգացողությունների մասին, առաջին թռիչքի մասն է խոսքը, երբ դուք եք ղեկին։ Դա իհարկե շատ այսպես անհանգստացնող է, որովհետև առաջին անգամը, երբ որ դու ինստրուկտորի հետ ես թռնում պարզապես, դա լրիվ այլ է, դու ոչ մի բան չես հասկանում, Չէ, եթե դու որպես տուրիստ ես, հա, պարզապես թռնում, դու հաճիկով այսպես նայում ես շուրջդ, ուսումնասիրում ես լանդշաֆտը եւ այլն, եթե դու թռնում ես որպես կուրսանտ առաջին անգամ դու նստում ես ու ոչինչ չես հասկանում, դե որտեղ ես գտնվում, ինչ դիրքում ես առհասարակ գտնվում աշխարհի հանդեպ։ Չգիտեմ, փորձում ես բռնել ղեկը, բայց ոչինչ չի ստացվում, ոչ մի բան չես հասկանում, իսկապես այնտեղ ադապտացիայի ժամանակ է հարկավոր։ Այնուհետև քիչ-քիչ սկսում ես զգալ օդը զգալ, հատակը ամեն ինչը, որովհետև почувствовать землю, հա, ինքը բավականին բարդ է, այսինքն դու տեսնես ինչ հեռավորության վրա ես գալիս, ինչ արագության վրա ես գալիս, այդ ամենը հաշվարկներ են, բազմաթիվ հաշվարկներ են, որոնք զգայական նաև որոշակի level-ի են հասնում, այդ ամենը train անելուց հետո, այդպես Եվ երբ որ դու արդեն մենակ ես, այսինքն ամբողջ պատասխանատվությունը քո վրա է, դու հասկանում ես, որ այս կյանքը եւ մինիմում մի քանի հոգու կյանքն էլ ներքևում քո ձեռքերում է, եւ իհարկե պատասխանատվությունը լիովին այլ է։ Լարված եք, բայց պետքա կենտրոնացած լինես, ոչ թե այդքան փորձում ես լարված չլինել, այլ լինել կենտրոնացած, լինել հանգիստ, որովհետեւ ցանկացած ֆորս մաժորային իրավիճակ դու արդեն միջայդ փորձարկել ես ինստրուկտորի հետ եւ պետքա պատրաստ լինես այդ ամենին։ Դիանա, կյանքին, մարդկանց, շենքերին, իրերին այդքան վերևից նայելուց հետո, այդքան փոքր նայելուց հետո երկրի վրա կյանքը մի փոքր ավելի ձանձրալի չի դառնում, թե հակառակը սկսում ես կամ աշխատանքային սովորական օրերը, թե հակառակը գուցե սկսում ես ավելի գեղեցիկ տեսնել ամեն ինչ։ Ձանձրալի չի դառնում, բայց դու փոքր խնդիրներին այլ կերպ ես նայում։
հասկանում ես, որ փոքր խնդիրները վերևից էլ ավելի փոքր են երևում Չքվում եւ են։ չնչին, հա, այսինքն չգիտեմ, միջանձնային հարաբերությունների մեջ կլինի դա թե աշխատանքային որևէ փոքր կոնֆլիկտներ, դա հասկանում ես, որ դա այնքան ոչ էական է եւ այդ ամենը կարելի է շատ հեշտությամբ հարթել եւ լուծել, եթե դու ունես ավելի բարձր արժեք չասեմ, ավելի այլ կերպ կարող ես նայել աշխարհին եւ գնահատել կարեւորը։ Դա թույլ է տալիս վերևից ամեն ինչ գտնվելը, այո, տեսնես։ թույլ է տալիս։ Կարծես մարդիկ ու դրաժևորես քաղաքները ափիտ մեջ են հայտնվում մի տեսակ ուրիշ իրավիճակ է։ Ինչպիսի խառնվածքով տեր մարդը չի կարող դառնալ օդաչու։ Անկայուն։ Այս պարագայում, որովհետև խառնվածքով, հայտնեցել։ այո, մարդը չի AI-ը կարող որքան է փոխել օդաչուների հարմարավետությունը։ Բավականին, ինձ թվում է բոլոր ոլորտերում բավականին փոխել է եւ բժշկության մեջ է Այո։ շատ փոխել եւ իհարկե օդաչուների Հիմա աշխարհում։ նույնիսկ մեմեր կան, չէ՞, որ ասում է, երբ դե իհարկե հասկանում եմ, որ սա ընդհանրապես կատակ է եւ բարեբախտաբար գոնե Հայաստանում հուսով եմ չունենք նման մասնագետներ, բայց կան այդպիսի մեմեր, որ գնացել ես բժշկի եւ աչքը տնկնում է, որ ChatGPT-ն է հարցնում սիմպտոմները։ Այստեղ ChatGPT-ին ցանկացած պարագայում մենք միշտ եթերում ենք կրկնում, որ մարդիկ ֆիքսեն դա։ Նա ընդհանրապես ձեր օգնականն է, ավելի արագ ինֆորմացիան ստանալու համար, եթե նախկինում բժիշկը պիտի թերթեր բազմաթիվ գրքեր եւ այլն, որպիսի գտներ կամ հոդվածները search տար, որպիսի տեսներ, այս պարագայում ChatGPT-ին հրահանգում է, իր համար շատ արագ դա անում է։ Այս պարագայում չմոռանանք, որ օգնական է, բայց օդաչուի պարագայում վայրեջքն ու թռիչքը AI-ը կարգավորման գործընթացում խառնված է, թե այդուհանդերձ մարդկային գործոնը այստեղ շատ կարևոր է։ Սկսենք նրանից, որ վայրեջքն թռիչքի հետևում կա գրքերի եւ ուսման մի մեծ պաշար, որը որ պետք է անընդհատ թարմացվի։ Ես հիշում եմ իմ հայրը փոքր ժամանակ անընդհատ կարդում էր այդ մարդը ազատ րոպե չուներ, օդաչու էր, բայց անդադար կարդում էր, ինչ-որ սխեմաներ էր նայում, գրծում, ու ես ինձ նայում եմ, պապ, ասենք 50 տարեկան, 40 տարեկան մարդ ես։ Ինչ ես երիկա։ Չէ, ինքը անդադար սովորում էր միշտ, չգիտեմ, ես օր չեմ հիշում, որ ինքը ինչ-որ բան չկարդար, իսկապես։ Եվ բնականաբար հիմա այդ ամենը մի փոքր փոխվել է, AI-ը շատ է օգնում իհարկե։ Նաև ավիացիա իհարկե հենց տեխնիկայի մեջ է ներդրվում շատ AI փոքր օդանավերին դա այդքան շատ չի վերաբերվում, բայց այդ ժամանակակից օդանավերի մեջ եւս ամեն ինչ փորձում են մաքսիմալով ներդնեն, որպեսզի օգնեն մարդկանց, ինչու ոչ։ Դիանա հաշվի առնելով գենետիկ այս կապը, ուղղվածությունը կապը, հետաքրքիր է հայրիկը եղել է ինքնաթիռում, երբ ղեկին դուք էիք։ Այո, Եվ ումներ չի տվել, այսպես միանը։ Խանգարել է եղել է։ Չէ, չի խանգարել, ինքը միայն միշտ օգնել է եւ երբ որ ես ինստրուկտորների հետ էի պարապում եւ պապայիս իսկապես շատ է տարբերվում եւ պատասխանատվության զգացողությունն է դեպ շատ տարբերվում եւ հայրս ինքն էլ է ինստրուկտոր, բայց աերոբուսների մեծ օդանավերի ինստրուկտոր է, իր ուսումը մի փոքր այդպես այլ կոնտեքստել էր պարունակում, շատ ավելի այսպես խորքային, շատ ավելի լուրջ եւ ստրեսային իրավիճակներում ինքը շատ այլ ձևով է կողմնորոշվում, այնպես որ այստեղ մարդկային գործոնը շատ կարևոր է, հատկապես ստրեսային իրավիճակներում։ Բացի դա ինքը բավական երկար ժամանակ աշխատել է նաեւ փոքր օդանավերի վրա ու բավական էքստրեմալ պայմաններում, թե Աֆրիկայում այնտեղ ունեցել են դեպքեր, երբ որ 4 շարժիչից 3-ը վնասվել են, մի շարժիչով նստացրել են, այդպես բազմաթիվ այդպիսի դեպքեր են եղել իր կյանքում, այնպես որ ինքը էլ ավելի այլ ձևով գնահատում է կյանքը։ Ինքը խաղում է քամու օդի հետ։ Հա, երբ որ ինքը վերցնում աղեկը իր ձեռքերը, որ եթե դու վախենում ես ինչ որ մի հատ շատ գրենցած, ինքը այնպես է դա անում։ Հարաբերությունները լավ են օդի եւ քամու հետ։ Ես հիանում եմ, դա պրոֆեսիոնալիզմի մի այլ մակարդակ է։ Կարծում եմ նրան նույնպես անպայման շնորհավոր ենք։ Անպայման կփոխանցեք մեր ջերմ շնորհավորանքները ձեր ընտանիքի անդամներին բոլորին։ Շնորհակալ եմ շատ։ Շարմով ընտանեկան տոն նույնիսկ համար։ Այս պարագայում, այո, յուրաքանչյուր քաղաքացու համար գերհետաքրքիր է այդ ընթացքը ամբողջությամբ եւ մենք տեսնում ենք թե օդաչուները կամ ավիացիայի այդ աշխատակիցները իրենց հագուստով երբ որ գնում են, վաու, միանգամից աչքդ է փոխվում, հայացքդ է փոխվում։ Այս պարագայում ոմանք ուղղակի մտածում են, որ այդ երկաթե թռչող նժույգի տիրակալն է այդ պահին, բայց
մենք դիտարկենք, թե որքան բարդ ու երկար ճանապարհ են անցնում օթաչուները, գիտելիքի մեծ պաշարի մասին էիք խոսում, այստեղ հիմնական առարկաները, որոնց պիտի տիրապետեն, ֆիզիկան եւ այլն, հա, այսպես հաշվարկները, որ պետք է ճշգրտորեն արվի, բայց միևնույն ժամանակ նաեւ ես մի քանի օթաչուների հետ զրուցելիս, հատկապես Արցախյան ազատամարտի ժամանակ, որ պատմում էին, թե ինչ դժվարին լանդշաֆտային հատվածներով են գնացել, որ որևէ օթաչու ռիսկ չէր անի եւ ինչեր են արել, դու հասկանում ես, որ այդուհանդերձ մարդկային միտքը, հնարավորությունները, մտքի հաշվարկը եւ ռիսկի են ճիշտ հաշվարկային գործոնը որքան մեծ դեր են խաղում։ Այս պարագայում ֆորս մաժորների ժամանակ, որ ձեզ սովորեցնում էին, առաջին բանը որն էր, որ պիտի հստակ իմանաք ու հենց այդ քայլը պիտի անեք, երբ կա խնդիր, ֆորս մաժոր կա։ Գուցե ինչ-որ ոսկե կանոն, որը հենց, չգիտեմ, կամքի հետ է կապված, կամ արագ կողմնորոշվելու։ Ինչ եմ ես զգացել ինքս Ահա։ ինձ, դա այն է, որ այդ պահերին առհասարակ, բայց այդ պահերին առավել եւս դու եւ մեքենան օթանավը դառնում ես մի ամբողջություն։ Ինքը դառնում է քո ուղիղ շարունակությունը եւ ցանկացած քո շարժում դու պետք է զգաս, թե ինչպես է օթանավը շարժվում եւ քո ցանկացած մատի շարժումը իր հետ փոխկապակցված է։ Ավատարի մեջ էր շատ այդ ամենը ցույցադրված, բայց դա իսկապես այդպես է։ Դու պետք է զգաս քո մաշկի վրա այն օդը, այն քամին, որը զգում է ամբողջ օթանավը, որպեսզի ճիշտ կարողանաս կառավարես եւ դուրս գաս այդ իրավիճակից։ Ինչքան ժամանակը մեկ եք զգում, որ էլ ձեզ օդը չի հերիքում ու պիտի թռնեք։ Շատ հաճախ։ Ինչքան հաճախ։ Բավականին հաճախ։ Ամեն շաբաթ Կիրակի զգում եմ եւ գնում եմ։ Եթե մեր բախտը բերում է, տանում են տես։ երեխաներին էլ եք սովորեցնում։ Ահա, տանում ենք այսպես իմ երեխան արդեն 4 տարեկան երեխան մանկապարտեզում պես մեկ պատմում է, որ այսօր գնացի օթանավով թռա, բան ոչ մեկ չի հավատում։ Ես ամբողջ ընթացքում ինչ էի մտածում, կարծես թե պատմությունն եք Դիանա, բացի դրանից կխնդրեմ նաև իմ հարցին պատասխանել, ամբողջ ընթացքում մտածում էի, օրինակ երբ ընտանիքում մի մեքենա կա, վիճում են, չէ, օրինակ քույր ասում է ես եմ այսօր նստում, հետաքրքիր է դուք ընկերներով լինում է, որ ասում է ես այսօր գնում, դուք էլ ասեք, չէ, ես ինձ հարմար չի, ես պետքա, չգիտեմ, Միլանի չնեմ այսօր։ Հերթով։ Ով առաջինը հասցրեց։ Չէ, իսկապես մենք կազմում ենք պլան եւ իհարկե ով առաջինը հասցրեց այդ պլանում գրանցվել ինքն էլ։ Այդ կարգի թեժ է, հա, պայքարը փաստորեն։ Եվ պատմություն ունեի պատմել։ Իմ բալիկի հետ կապված էր, որ ինքը մանկապարտեզում պատմել էր մի անգամ, որ տրակտոր է քշել, ու այնտեղ աշխատանքներ էին իրականացնում, տրակտոր էր քշում, մի անգամ, չգիտեմ, կատոկ է քշել, բան, ոչ մեկ չէր հավատում, մի օր էլ եկավ, ասես դե օթանավ եմ թռել։ Մեզ կանչեցին, ասեցին, երեխան խնդիր ունի։ Մի քիչ շատ այդպես վաբրաժենյան շատ։ Երևակայությունը շատ ուժեղ ասում ենք, չէ։ Իսկապես։ Եվ հիմա փառք Աստծո մենք ունենք հնարավորություն մեր երեխաներին տալու այն հնարավորությունը, այն էմոցիաները, որպեսզի իրենք ամեն ինչից փորձեն եւ իրենք ընտրեն, թե ինչ են ուզում դառնան այս կյանքում։ Օթաչուի գիտելիքների այդ հմտությունները, որ ձեռք բերեցիք, արդյոք ինչ որ չափ, նաեւ հաշվարկային մասով, որովհետեւ մենք հարցրեցինք դուք ռադիոլոգ եք մասնագիտությամբ, ձեզ օգնում են նաեւ բժշկական ոլորտում։ Այո, հաշվարկ եւ այլն, այստեղ շատ կարեւոր բան է։ Ավելի շատ իհարկե օգնում է առհասարակ ամբողջ կյանքում։ Հայրս օրինակ ասում է, որ շատ խիստ փոխվել է իմ մեքենա վարելու հմտությունը, ասում մի այլ ձևով ես վարում մեքենա դրանից հետո, բայց չի ասի, որ գնում հենց խցանում է լինում։ Չի ասի, որ ավելի, չգիտեմ, արագ եմ վարում կամ ավելի ամեն ինչը հաշվարկելով եմ վարում, որովհետեւ եթե մեքենա վարելուց դու մի հարթության մեջ ես շարժվում, այնտեղ դու միանվագ 3 հարթության մեջ պետք է ամեն ինչը կառավարես, պլյուս կապը պահես եւ այլն։ Այստեղ նույնպես արդեն դու կարողանում ես շատ ավելի բազմաֆունկցիոնալ գտնվել։ Եվ այդ բազմաֆունկցիոնալությունը իհարկե օգնում է ամբողջ կյանքում, բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ այն մասնագիտության մեջ իմ ամենօրյա աշխատանքում, այո, փորձում եմ ամեն ինչը աչքի տակ պահել եւ կարծես թե ստացվում է։ Այ հիմա հասկացաք, չէ՞, մեր հյուրը ինչու մուտ վարորդ, էլ չդժգոհեք կին վարորդներից։ Այո։ Սա էլ է շատ կարևոր։ Եթե իրականում հասկացա, որ Դիանան հիմնականում ինքն իր համար է ավելի շատ, այսինքն վարում ինքնաթիռ, բայց ծիծաղելի կլիներ, եթե ինչ որ մեկը, օրինակ, չգիտեմ, private jet կոչված, հա, անհատական այդ մասնավոր
ինքնաթիռով ինչ որ թռիչք վարձեր, հետո գնար ռադիոլոգի, պատկերացնում ես, Նույն մարդն է, չէ՞, նույն մարդը տեսնում։ պատկերացնում ես։ Իմ եղբորը հետ է այդպես եղել։ Իմ եղբայրը նեյրովիրաբույժ է ու շատ Լավ հմուտ մասնագետ է։ նեյրովիրաբույժ է, այո, իր մոտ ինտերվյու էին իրականացրել եւ հետո ինտերվյու իրականացրել էին օթանավի մոտ, ասել են Նույն մարդն։ Շատ է դա։ Իսկ եղել են դեպքեր կարծրատիպերով պայմանավորված, որ տեսել են վարորդիկին է, ասել են չենք նստում։ Ես գիտեմ, որ եղել են հայ իրականությունում նման դեպքեր։ Իհարկե, բայց օթանավի հետ չէ, որովհետեւ եթե կնոջը տվել են թույլտվություն, օթանավարելու իրենց վստահությունը մի այլել։ Գիտեք, այստեղ ուրիշ հարց է, որ այդ մարդը, որը ասում է ես դեմ եմ, ինքը չունի այդ բարձր արժեքը եւ կարծում է, որ կինը չպիտի նստի օթանավի ղեկին։ Ինքը նույնիսկ մտածում է, որ մեքենայի ղեկին էլ պիտի կինը չնստի, որովհետեւ տղամարդիկս կներեք իհարկե, բայց դա իրականություն է։ Ցավոք այդ քո նշածը հատկապես այո, միջալոցը կանք զրույցով չի։ Այո։ Իդեպ ասեմ, որ ցավոք պիտի նշենք, որ այդ կարծրատիպերը կապված կանանց նույնիսկ մեքենայի ղեկին նստելու հետ շատ հաճախ սնում է նաև մեդիան, սնում է նաև, չգիտեմ, որոշ լրատվամիջոցներ, տարբեր էջեր, օրինակ երբևէ նկատել ես, որ երբ որ ավտովթարի մասին լուր են գրում, գրեն տղամարդ վարորդը հարվածել է ծառին։ Ոչ։ Երբեք։ Իսկ բոլոր այն անգամները Մի արեք այդպես։ Լսեք վեգայի։ Գրում նշվում է կին վարորդը նույնիսկ կապ չունի 30-ից մի դեպքը կարող է կին լինել, բայց այդ դեպքում միշտ նշվում է կին վարորդը։ Այնպես որ ես լրատվամիջոցներին կոչ եմ անում կամ այսուհետ նշեք նաև տղամարդ վարորդը, եթե նման նյութեր եք գրում, ուղղակի գրեք վարորդը, որովհետև կարծում եմ Սա ճիշտ է։ Այ պետք է մենք այսօր օրինակ սիրով նշեցինք, որ կին օթաչու է մսյուր, որովհետև սա գեղեցիկ սկիզբ է կոտրելու կարծրատիպերը եւ մեզ համար հաճելի է, որ կա կին օթաչու, այնպես որ շարունակեք գնալ ձեր երազանքների հետևից, որովհետև դուք դրանք իսկապես բարձր են, ասում են, չէ՞, պետք է բարձր երազել, հեռոնել, կարծում եմ սա լավագույն օրինակն է։ Հենց այս մտքի։ Սա էլ մեզ գիտություն, որ եթե ունենք թաքնված թաքուն երազանքներ, հատկապես օթերի հետ կապված, դրանք չվախենանք իրար։ Երբեք ուշ չէ։ Երբեք։ Միանշանակ երբեք ուշ չէ։ Ես իմ լայսենսը ստացել եմ 31 տարեկանում եւ այս վերջերս մի տղամարդ Ամերիկայում 73 տարեկանում ստացել էր PPL, այնպես որ երբեք ուշ չէ։ Երբեք բացելու ձեր դպրոցը կլինեմ առաջին ուսանողը։ Շուտով։ Իհարկե խոր չեմ տա սկզբնական շրջան նստել ինձ հետ ինքնաթիռ, բայց ոչինչ։ Ես ցավոք երբեք չեմ լինի ձեր ուսանողը, որովհետև դուք արդեն ասացիք, որ անկայուն մարդիկ պետք չէ։ Շնորհակալություն ձեզ մանրամասների։ Շատ հետաքրքիր զրույցի համար եւ շատ տպավորիչ եւ ոգեվորող։ Այո, իսկապես շնորհակալություն ենք հայտնում, այնպես որ հետևեք Դիանայի օրինակին եւ ինչու ոչ գնացեք ձեր երազանքների հետևից ու փորձեք ամեն ինչին ավելի թեթև նայել, թռչնի բարձունքից ու եթե խնդիր կա, որ չգիտեք ոնց լուծեք, ասեք հոփ հեյ լալալե, ինչպես Ագուտինն է ասում եւ շարունակեք գնալ առաջ։ И не так, и как будто бы пустяк, но кто-то скажет, что за черт ни дома, ни гроша. Все так, как всегда, просто счастье и беда, но кто-то скажет, не везет пропащая душа. Эй, ла-ла-лей, где вопросы, где ответ? Эй, ла-ла-лей, что не говори. Эй, ла-ла-лей, то ли верить, то ли нет. Эй, ла-ла-лей, но Бог тебя хранит. Весь мир за окном, чужая жизнь тебе не дом, и твой сапог пылит дорожной, утонул опять. Сны так далеко, и ты расстанешься легко, но кто-то скажет, сколько можно ничего не ждать. Ночь не спасает до утра, но снова день на синем побережье неба. Эй, ла-ла-лей, где вопросы, где
ответ. Эй, ла-ла-лей, что не говори. Эй, ла-ла-лей, то ли верить, то ли нет. Эй, ла-ла-лей, но Бог тебя хранит. Не спасает до утра, но снова день на синем побережье неба. Эй, ла-ла-лей, где вопросы, где ответ. Эй, ла-ла-лей, что не говори. Эй, ла-ла-лей, то ли верить, то ли нет. Эй, ла-ла-лей, но Бог тебя хранит. Где вопросы, где ответ? Эй, ла-ла-лей, что не говори. Эй, ла-ла-лей, то ли верить, то ли нет. Эй, ла-ла-лей, но Бог тебя хранит. Эй, ла-ла-лей. Эй, ла-ла-лей. Эй, ла-ла-лей. Эй, ла-ла-лей. Hey, la la lay. Սուրճ ու սեր առավոտից։ Իդեպ Լուսինե պարզվում է, Ահա։ որ աշխարհի առաջին կին օդաչուն եղել է Բեսի Քոլմենը, նա 1921 թվականին է դարձել առաջին օդաչուն եւ սա շատ եզակի եւ նախադեպային իրադարձություն էր, որովհետեւ նա ոչ միայն առաջին կին օդաչուն էր, այլև աֆրոամերիկացի էր։ Իսկ այն ժամանակ մենք գործ ունեինք, այո, ոչ միայն սեռային, այլ նաեւ ռասայական խտրականության հետ այն ժամանակ խնդիր ունեինք եւ երբ սեռը եւ ռասան խոչընդոտ էին համարվում եւ Բեսին հաջողվում է կոտրել նաեւ այդ տիպը եւ դառնալ առաջին կինոօդաչուն, բայց քանի որ կարծրատիպերից եւ մասնագիտություններից ենք խոսում, հետաքրքիր է քո դեպքում, քեզ համար ամեն դեպքում կան մասնագիտություններ, որ չէ, դրանք կամ կանացի են, այսպես կամ կանանց համար են ներողություն, այսպես ասած, կամ տղամարդկանց։ Դե բացառությունները ամենտեղ են լինում, սա ֆիքս ենք, բայց միևնույն ժամանակ այո, ես կարծում եմ, որ ծանր ֆիզիկական աշխատանքը կնոջ համար չէ։ Քարտ շենքեր կառուցել, գնալ, այսպես ասած, քարին դնել, դրանք իսկապես տղամարդկային աշխատանքներ են եւ պետք չէ մրցել տղամարդկանց հետ։ Մենք ֆիզիոլոգիայով էլ ենք շատ տարբեր ու ամեն մեկս ունենք մեր դերը այս կյանքում եւ ես չեմ կարողանում հասկանալ եւ այն մի ծայրահեղությունը, երբ կարող ենք բերել ոսկե միջինի եւ այդպես խաշտ համերաշխ խաղաղ ապրենք։ Այո, դա մասնագիտություններ կան, որ բացարձակ պետք չի որ կինը այդտեղ մտնի, մասնագիտություններ էլ կան, որ տղամարդը պիտի չմտնի, թեպետ ասում եմ, որ կան բացառություններ։ Դե այո, իհարկե, բացառություններ միշտ կան, այո, երբեմն ֆիզիկականը իսկապես, չգիտեմ, թույլ է տալիս ներում է, հետո կան նույնիսկ օրինակ տղամարդիկ, որոնք ֆիզիկապես ի վիճակի չեն լինի քո նշած մասնագիտությունները իրականացնել։ Ես այդ առումով մի հետաքրքիր դեպք էի լսել մի տղայից, մի անգամ հենց այդ մասին էինք խոսում եւ ես նույն քո օրինակն էի բերում, որ դե ես կարծում եմ, որ կան բաներ, որ իրականում հենց ֆիզիկապես կամ ֆիզիկական հնարավորություններից ելնելով նորմալ է, որ օրինակ մենք տղամարդկանց ենք խնդրում, նա այսպես փոքրամարմին էր համեմատաբար եւ պատմեց, որ օրինակ քանի որ աշխատում է կանանց շրջանում միջավայրում, այդ կուլեր կոչվածները, հա, ջրի սարքերը, որոնք մեծ շշերուն են, իրեն ինքն ասում է, որ ինձ միշտ ասում են կբարձրացնես, ասում է եւ ես չեմ կարողանում ֆիզիկապես եւ ամաչում եմ ասել, որ գիտեք, ես չեմ կարողանում, ինձ օգնություն է պետք, բայց քանի որ իրենք վստահ են, որ դե տղամարդը
Տղամարդը եմ պիտի պիտի անեմ, բարձրացնի, հա։ ես շատ դժվարությամբ, ասում եմ կարող եմ մի 20 րոպե ես ստիպված լինեմ այդ ջուրը Տանջվում է խեղճ տեղափոխել, տղան, հաշվի առեք նաև Հետևաբար դա։ միանգամայն համաձայն եմ քեզ հետ, որ իրականում բնականաբար կան, այսպես ասած, բացառություններ, կան մարդիկ, որոնց ֆիզիկական հատկությունները թույլ են Հա։ տալիս։ Գիտես ինձ ինչն է, ես համաձայն եմ քեզ հետ, իսկապես եթե ֆիզիկապես քեզ դժվար է, ավելի լավ է չանել այդ գործը, բայց կարող եմ ասել, թե ինձ ինչն է զայրացնում։ Ինձ զայրացնում է, երբ ավելի շատ ինձ զայրացնում է ոչ թե ոչ այնքան կարծրատիպը, որ օրինակ, չգիտեմ, ավտոլվացման կետում կանայք ընդունված չէ, չեն աշխատում շատ քիչ կանայք կան։ Ինձ դա այնքան չի զայրացնում, որքան երբ հատուկ են կին աշխատեկից վերցնում, այսպես սեքսուալիզացիայի, այո, ինչ որ սեքսուալիզացիայի նպատակով, որպեսզի այսպես շեշտեն, ընդգծեն, դա ինձ համար անկեղծ ասած ավելի, չգիտեմ, դա ինձ համար ավելի զայրացնող եւ բարկացնող է, որ ձևական է այդ կինը այնտեղ, քան երբ օրինակ չեն վերցնում։ Իսկ ինձ գիտես ինչն է զայրացնում, առհասարակ եթե խոսում ենք կին տղամարդ հարաբերություններից ու զայրացնող իրավիճակներից, ինձ զայրացնում է, որ կան որոշ տղամարդիկ, որ կարծում են, որ եթե իրենք այնտեղ են, կինը ձայնազուրկ է։ Եկեք ֆիքսենք մի շատ կարևոր բան, որ կինը մարդ է, անհատ է եւ ունի իրավունք հայտնելու իր կարծիքը։ Մեկ դեպք եղավ, ես ինչ որ բան ասացի, անծանոթ տղամարդ էր, ասաց կինես մի խոսիր։ Հասել ենք։ Եկեք չթերագնահատեք դիմացինի, հատկապես սեռով պայմանավորված։ Մենք անդադար ենք այս մասին խոսում, որպեսզի մի պահ մտածեք, գուցե չեք ֆիքսել, բայց դա վիրավորող է, նսեմացնող է այն պարագայում, որ ձեզ որևէ մեկը դիմացինը հատկապես թույլ չի տվել անել դա։ Մեր բախտը իրականում այս հարցում էլ է համեմատաբար բերել, որովհետև մենք աշխատում ենք համեմատաբար պրոգրեսիվ ոլորտում, միջավայրում, որտեղ իրականում գուցե կանայք նույնիսկ ավելի շատ են, քան տղամարդիկ, բայց այո, չեք խորացել, չեք խորացել, որովհետև այո, հենց գուցե այդ պատճառով, որ շրջապատված ենք առաջադեմ կիրթ մարդկանցով, այո, եւ նման խնդիրների չենք բախվում, բայց իրականում շատ այլ ոլորտներ կան, որտեղ ցավոք քո նշածը շատ արդիական է, մեր երկրում նույնպես այստեղ եւ այո, կանայք անելիք ունեն, թույլ չտալ, որ որևէ տղամարդ նսեմացնի իրենց, սա շատ կարևոր է, հիմա որոշ տղամարդիկ կզայրանան, բայց այդպես է։ Իդեպ ասեմ, որ այդ առումով իրականում հենց աշխատանքային պայմաններն էլ ամբողջ աշխարհում միշտ չէ, որ այսպես ասած հավասար են, նույնիսկ այն ոլորտներում, որոնք ճակերտներում ասած ավելի կանացի են համարում, օրինակ դեռ երկար տարիներ, այդ ինչպես դու նշեցիր, ավելի ֆիզիկական ուժի կամ նույնիսկ ուղեղի հետ կապված, հա, այսպես ասած գիտություն, տեխնիկա, ճարտարագիտություն, մաթեմատիկա, այո, այսպես ասած տղամարդիկ են համարվել, իսկ խնամքի մասնագիտությունները ավելի կանանց են վերագրվել։ Դա նույն, չգիտեմ, առողջապահության ոլորտն է, բուժքույրներ, բժիշկներ, բայց հետաքրքիր է, որ օրինակ նույն առողջապահության ոլորտում, չնայած այն բանին, որ մոտ 90%-ը բուժքույրեր են, ղեկավար պաշտոնները միևնույն է գերակշռում են, այո, տղամարդիկ մեծ տոկոս են զբաղեցնում, ուսուցման ոլորտն են ավելի շատ կանայք, փաստորեն զբաղեցնում, ավելի շատ կանայք են աշխարհում։ Այստեղ կա օբյեկտիվ պատճառ, որովհետև կինը սովորում է, սիրահարվում է, ամուսնանում է, երեխաներ, դեկրետ, ընտանիք եւ ոչ բոլոր կանայք են հետ վերադառնում եւ ամբողջությամբ նվիրվում աշխատանքին, սա դրանով է ըստ երևույթին պայմանավորված։ Ինձ համար կան մասնագիտություններ, շատ սուբյեկտիվ է իմ մոտեցումը, սա զուտ իմ անձնական սուբյեկտիվ մոտեցումն է, որ եթե ես պիտի այդ մասնագետին դիմեմ, ես պիտի դիմեմ անպայման արական սեռի ներկայացուցիչ պիտի լինի։ Եվ որոնք են օրինակ դրանք։ Բժիշկը։ Հետաքրքիր է։ Իհարկե, ցանկացած ատամնաբույժը հատկապես մանկական տրավմա է եւ դրա համար ես եթե կին ատամնաբույժ ես չեմ գնում։ Իմ ատամնաբույժը կին է, ես շատ սիրում եմ։ Սա սուբյեկտիվ է եւ կա տրավմա եւ ես գտնում եմ, որ լավագույն խոհարարները դրանք տղամարդիկ են, եթե իրենք խոհանոցում են եւ կարողանում են լավ պատրաստել, ոչ մի կին չի կարող այդքան համեղ պատրաստել, որքան տղամարդը, թող ոչ մի կին չասի, որ այդպես է։ Այդուհանդերձ թող ուրեմն տանն էլ տղամարդիկ պատրաստել։ Ինձ թվում է նրանք պատրաստում են ովքեր որ սեր ունեն, մենք ողջունենք ռադիո լսողին, ասենք բարի լույս։ Ալո, բարև ձեզ։ Ես ուրախ եմ, որ միացել եմ հանրային ռադիո։ Մենք ենք ուրախ, որ միացել եք մեզ։ Յուրիկն է Վանաձորից։ Շատ հաճելի է։ Ինձ էլ է շատ հաճելի է։ Ձեր քննարկված թեմայի մասին էի ուզում խոսել ձեր հետ։ Ասեք։ Ին տղամարդ ասենք աշխատանքային պրոցեսները ողջունելի է, որ օդաչուներ ունենք ինարմար։ Եվ ես ինքս պարիտակ ասենք այնպես ստացվեց, որ ես աշխատանքի առումով մեկնել եմ Ռուսաստանի Դաշնություն։ Այո։ Այնտեղ շինարարությունում էի աշխատում ես։
համար շատ զարմանալի մի բան տեսա, որ ասենք Մոլդովայից եկած ջահել աղջիկներ Վաու։ Wow. այնքան սիրուն սվաղ էին անում։ Այդ կուխնյայի, ասենք, բաղնիկ սանուզելի, ասենք, կաֆել մետլաղ էին շարում։ Դա գեղեցկության հետ կապ ունի։ հետաքրքիր ու շատ մանրակնկիտ աշխատանք էին տանում ու ես հիացած էի ուղղակի իրանց։ Ահա, հրաշալի է, որ այդ օրինակը բերեցիք։ Այդտեղ ոչ մի տարբերություն չկա։ Կինը, եթե կին արմատը, եթե կարողանում այդպես արհեստների մեջ ասենք իրան դրսևորել, ողջունելի է եւ ցանկացած մասնագիտություն կապ չունի։ Ահա, շնորհակալ ենք ձեզ։ Շատ շնորհակալ ենք զանգի համար։ Ինչպես որ Լուսինեն նշեց, Այո։ երբեք որ ասենք կին արմատը այդ աշխատանքներին չի կարելի գնալ ու պետքա չգնա։ Դե հա։ Բայց իսկ մնացած մասնագիտություններ ասենք որ կարելի է օգտագործել, մարդիկ սովորել են, ավարտել են, եկել են այդ շինարարության ոլորտում աշխատել են։ Շնորհակալ ենք ձեզ, Շատ շնորհակալ ենք հետաքրքիր կարծիք զանգի եւ հետաքրքիր փաստի մասին Ես նաեւ։ կարծում եմ, որ այդ սվաղ կոչվածը այդուհանդերձ էսթետիկայի հետ կապ ունի եւ դրա համար էլ աղջիկների մոտ շատ լավ է Հետո ստացվում։ ասում են, որ կանանց ուղեղ այդ մանրակրկիտ գործերը շատ ավելի ֆիքսված Այսինքն եւ լավ են։ նեղ ուղղվածություններ կան, որ այո, ինչու ոչ, կարող ենք նաեւ դիտարկել սերով Իդեպ, քանի որ խոսում ենք կարծատիպեր կոտրելու մասին, մի հետաքրքիր փաստ ասեմ, գիտես, որ աշխարհի ամենաբարձր վարձատրվող կամ երբևէ վարձատրված թիկնապահը կին է եղել։ Նրա մասին քիչ տեղեկություններ կան, ասում են, որ նա ազգությամբ ռուս է, հետագայում իր հենց անվտանգության աշխատակիցների գործակալությունն է, բացի նրանից, որ նա ֆիզիկապես շատ վտանգավոր էր, հենց այդպես էին մեջբերում, մի տեսանյութ էին նայում, ասում էին շատ վտանգավոր կին էր, նա խոսում է կամ 8 լեզվով։ Պոլիգլոտ է եղել, եւ այո։ Այստեղ մի բան եմ ուզում հավելեմ կանանց հետ կապված, իսկ դու հավանաբար վստահ եմ գիտես լավագույն դիպուկահարները եւս կանայք են։ Այո, ասում են, որ կանանց ձեռքերը չեն դողում, չնայած նա որ իմ ձեռքերը շատ դողում են։ Իդեպ ես գնալու եմ եւ փորձեմ, երբևէ չեմ կրակել, բայց գնալու եմ Ես միայն այն խաղահրապարակներում, որ լինում են, չէ՞, Տիրերը։ որտեղ հնարավոր է, այո, տիրը, որտեղ հնարավոր է արջուկներ շահել, այնտեղ հատուկ թիրախները շեղած են, Վեգա ջան, մի խափնվիր։ Բայց արջուկ շահել եմ մի անգամ։ Ուրեմն դու լավ կկրակես։ Չգիտեմ, քանի որ օպտիկական ակնոց եմ արդեն ցավոք կրում, չգիտեմ, բայց ամեն դեպքում իսկապես կարևորը, անկախ նրանից իմ կարծիքով թե ինչ մասնագիտություն եք ձեզ համար ընտրել, կարևորը որ այն ձեզ երջանկություն բերի եւ դուք այն անեք սիրով, այո։ Իզուր չեն ասում, որ հոբին դարձրեք մասնագիտություն, երջանիկ են մարդիկ, որոնք զբաղվում են իրենց հոբիով եւ դրա համար վճարվում են։ Այո։ Սա եւս շատ կարևոր է եւ ցանկացած մասնագիտություն կարևոր է։ Երբեք չի կարելի թերագնահատել մի մասնագիտություն, գերագնահատել մյուսը, որովհետև առանց մեկը մյուսի անհնար է ուղղակի պատկերացնել մեր կենցաղը, մեր կյանքը, ամեն մի մասնագիտություն իր օղակում շատ կարևոր դեր է խաղում։ Համաձայն եմ, իդեպ քանի որ խոսեցինք մասնագիտությունների եւ այս ձեռով պայմանավորված հիմնական ընտրությունների մասին, գիտենք, որ կան նաեւ մարզաձևեր, որոնք շատ ավելի հեշտ են տրվում կանանց, շատ ավելի հեշտ են տրվում տղամարդկանց, այո, բայց օրինակ գիտենք, որ նույն ծանրամարտում մենք ունեցել ենք չեմպիոններ, այո, չեմպիոն եւ ունենք, եւ հետաքրքիր է, որ Ֆորմուլա 1-ը նույնպես, այսինքն այդ մրցաշավորդները նույնպես հիմնականում դե տղամարդիկ են լինում, բայց աշխարհի առաջին կին մրցաշավորդը ուշադրություն հայուհի էր իրականում, Լուիզետ անունով, նա եղել է առաջին կին մրցաշավորդը։ Դե լավ Լուիզն էր էլի։ Այո, Լուիզը, այս իդեպ ասեմ, որ ինժեներ նույնպես Ֆորմուլա 1-ի շատ հայտնի Բեռնադետ Քոլինսը կա, որը կին ինժեներ է, եւ քանի դեռ տեղափոխվեցինք սպորտի ասպարեզ, գիտեմ, որ այսօր ֆուտբոլասերների համար նույնպես, այո, շատ կարևոր օր է, գուցե շնորհավոր ենք ֆուտբոլը սիրողներին, այո, որովհետեւ այսօր երեկոյան բազմաթիվ կարևոր խաղեր կան փաստորեն։ Լսենք հերթական երաժշտական կատարումը, դու կհանես այդ ֆուտբոլային խաղերը եւ կներկայացնես, որ այն մարդիկ, որ չգիտեն թե որը դիտեն, քո ներկայացումից արդեն կարողանան ճիշտ կողմնորոշվել եւ ընտրություն կատարեն, այնպես որ մնացեք մեզ հետ։ Nei cabote, dragostile, me le tuote.
te adormi, nici pe alta ai iubi. Că-ți iubire ca ea mea nu găsești la nimeni, nu găsești la nimeni. Șaraiman și șaraiman, n-ai ca ta știi că ai venit. Drumul ți lași pietruit, drumul ți lași pietruit. Șaraiman și șaraiman, și ne suflet mai cu tot pentru tine, puișor. Վերջին մի քանի րոպեներն են եւ մենք շտապենք ֆուտբոլասերներին ուրախացնել։ Նայած ով է ուրախանում, ֆուտբոլ սիրողներն ուրախանում են, իսկ ովքեր որ պետք է դիմանան այդ բղավոցներին չեն ուրախանում։ Դա ես եմ։ Ձեր տանը փաստորեն կա ֆուտբոլասեր։ Եթե ֆուտբոլ այդ օրը չկա, ֆուտբոլի գնդակները իմ գլխավերևից անպակաս են։ Անկեղծ։ Քանի որ իմ կյանքում նույնպես կա ֆուտբոլասեր, ես վերջին շրջանում իրար լավ ենք երբեմն, այո, հասկանում։ բայց ես հանձնվել եմ եւ երբեմն դիտում եմ խաղերը, հատկապես Հայաստանի Չէ, տանը հավաքականին։ դիտողներ ունենք, քանակը բավարար է ֆուտբոլը։ Ամեն դեպքում իրականում շատ խաղեր կան փաստորեն այսօր երևի մի քանիսը այն ամենա, չգիտեմ, շատ երկրպագուներ ունեցող թիմերին առանձնացնեմ, նախ Ռեալ Մադրիդն է այսօր խաղալու Կայրատ Ալմատի թիմի հետ, նրանք եւ Ալմատա թռնելու համար նրանք 12 ժամից ավել թռիչք են ստիպված եղել հանդուրժել Ռեալ Դե Մադրիդի լավ, օթերում լավ է միշտ։ Այո, թիմը եւ դե բայց պատկերացնում ես գաս ու պետք է խաղի պատրաստվես երկար թռիչքից հետո, չգիտեմ ինչպես են կարողանալու, բայց դա Ռեալ Մադրիդի մասին են խոսում, կարծում եմ, այո, նրանք սովոր են, մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը ներկայացրած Ինտեր թիմը այսօր նույնպես խաղ ունի, Սլավիա Պրագայի հետ են նրանք խաղալու, Պրահայի հետ, ներողություն եմ խնդրում, Բավարիա Պաֆոս, մի խոսքով ֆուտբոլասերների համար այսօր կարծես թե իսկապես կարևոր օր է, ամբողջ երեկոն ֆուտբոլային է լինելու, 23:00-ին հատկապես 1, 2, 3 4, 5, 6, 7 խաղ կա 23:00-ին, ոնց են ընտրելու ժամանակ, ոնց եք նայելու, լավ, ոնց եք։ Ինձ թվում է հերթով փոխելու են, ովքեր ունեն հնարավորություն հետ տալու խաղը, այդպես հետ տալով գնային, թեպետ ես գիտեմ, որ նրանք չեն սիրում ոչ այդ ժամին նայելը, այսինքն հետո նայելը կորցնում են էֆեկտը, չէ՞։ Դե բացի դրանից այնքան շատ են ֆուտբոլասերները, որ խաղից անմիջապես հետո համացանցում արդեն հայտնի է լինում խաղի մասին ամբողջ ինֆորմացիան, ով հաղթեց, ով գոլի հեղինակ դարձավ եւ այլն։ Մի խոսքով հաղթողներ եւ հաղթանակներ թող միշտ լինեն, սա շատ կարեւոր է, հաղթող լինենք, բայց մի կարեւոր բանի մասին չմոռանանք։ Մենք անդադար խոսում ենք ժամանակակից այսպես լուծումների մասին, տեխնոլոգիաների մասին, որ հեշտացնում են մեր կյանքը, բայց դրանով նաև պակասում են բնական ու ջերմ էմոցիաները։ Եկեք միշտ դա ակտիվ պահենք, միշտ ժպտանք ու ժպիտ պարգևենք մեր հարազատներին։ Համաձայն եմ, մենք եւս մեկ անգամ ձեզ մաղթենք բարի լույս, մեր գործընկեր Coffee House-ի սուրճը շարունակենք վայելել արդեն եթերից դուրս եւ ձեզ մաղթենք հրաշալի օր։ Վեգա Անդրեասյան, Լուսինե Մուրադյան, մնացեք Անդրեյնի հետ։ Գործընկերն է Coffee House ընկերությունը։ Բարի լույս իմ սեր, քաղցր սուրճ ինձ բեր, ես ու դու հասում ենք բեր, դու ինձ սուրճ ու սեր, մնամ քեզ հետ հավեր։ Coffee House, սեր եւ սուրճ մեկ բաժակում։